Փառքնժդեհին։ Ուզում եմ խոսել նախկիններից, որոնք որոշակի կարելի ասել որոշակի, որովհետև այդպես իրենց հիմնական խնդիրը խորհրդարանական նամանավանդ այդ նախկինների խնդիրը եղել է Նիկոլի ճանապարհը ապահովելը։ Հիմա իրանք ցույց են տալիս, որ սկսում են իրենք չէ, կոնկրետ քոչարյանական թևը ցույց է տալիս, որ մյուս, այսինքն դրանք մանգաղն էին կարծեմ, աստղն էլ Սերժիկներ, մուրճն էլ Նիկոլն էր կարծեմ։ Հիմա մանգաղը ցույց է տալիս, որ աստղի հետ չունի էլ։ Բանավեճերի են մտնում, կուլիսներում, բացահայտ ինչ-որ համացանցում, մեկը մյուսին մեղադրում են, դու Նիկոլին բերիր, ենի ասма դու ես արիր, ենի ասма դու են արիր։ Եվ տարբեր տեսակի արդեն վերլուծաբանները տարբեր ուղղություններով ուզում են մեկնաբանեն, սրանք իսկապես հակադրվում են, թե չէ իրար։ Օրինակ, ես գիտեմ, որ աշխարհում Կրեմլի չափ ստախոս համակարգ, որ իր ամեն ինչը ստի վրա է հիմնել, էլի, ամեն ինչը, անգամ գերտերության փուչիկը ստի վրա էր հիմնված, մենք տեսանք, որ ինքը գերտերություն չի, ուղղակի չափերով մեծ, ռեսուրսներով հարուստ երկիր է, ընդամենը մեծ երեխա էլի, անուղեղ մեծ երեխա, որի, ասենք, վիզը կտրելը մի քիչ տևական էլի, նեղ չի վիզը, որ կտրես, մի քիչ հաստ է, բայց կտրվում է։ Ու իրենք ամեն ինչը ստի վրա են կառուցել։ Տնտեսությունն էլ, քաղաքականությունն էլ, անվտանգությունն էլ, իրենց ուժի ցուցադրությունն էլ, անգամ են գաղութները, որ իրենք իրենց լծիտակ պահում են, դրանց էլ են ստով, բանով, վախեցնելով պահել, բոլորին, ով հլկա, բայց մենք։ Ու քանի որ սրանք երկուսն էլ ծառայում են այդ Կրեմլին, իրենք չեն կարող իրար քննադատել, դա կլինի Կրեմլի դիրքերի շատ արագ թուլացում։ Ես այդ կարծիքին եմ, մարդկա մտածում եմ, որ սրանց հակադրությունը լուրջ է։ Իսկ ես մտածում եմ, որ քանի որ Կրեմլը հարմար տեխնատու չի կարողանում գտնել, չի կարողանում ծնել, որովհետև ինքը ում թիկունքին կանգնում է կամ կանգնած եղել է, արդեն մարդիկ հասկանում են։ Ճիշտ է, հայ ժողովրդին սարսափելի շատ են մոլորեցրել, բայց վախենալու աստիճանի Քոչարյան, Սերժիկ, դրանց արբանյակների հետ կապված, ոնց որ ժողովուրդը շատ սուր աչք ունի, դրանց նկատել է, ասենք ես վերջին 20-25 տարվա մեջ, եւ հանկարծ այն մոռացված հնից էլ դաշտ մեկին բերում է, անմիջապես նկատում են։ Ասենք Նիկոլի այդ սազանդարների կամ Նիկոլի հանդեպ այդքան զգայուն չեն, ասեմ, ես միշտ գտնում եմ, որ Նիկոլը ամենածանր հանցագործն է այդ քարյակի մեջ, Լևոն, Ռոբերտ, Սերժիկ, Նիկոլ, բայց ժողովուրդը դրանց հանդեպ են ավելի զգայուն, այսպես չեն ուզում տեսնեն դրանց, չեն ուզում տեսնեն եւ վերջ, որովհետեւ մտածում են դուք այտենց արեցիք, սա էլ եկավ ավելի ծանրացրեց։ Ես հասկանում եմ, որ ես այսպես եմ պատկերացնում, որ այդ մերժված նախկիններից Կրեմլը հակադրություն է սարքում, ինչ որ մեկին ուզում է ֆիլտրի, ինչ որ մեկի վրա բոլոր մեղքերը բարդի, մեղքը հավասարաչափ է դրանց երկուսի, թե Սերժիկի, թե Ռոբերտի։ Սրա մեղքն էլ դնի նրա վրա, սրան լրիվ ժողովրդի աշկից գցի, մեկն ու մեկին, այն մեկին իբր թե բանանի, օծի մերոնով, մաքրի, ու ժողովրդին ասի դու այլընտրանք չունես, Նիկոլի դեմ մենակ սրանք կարող են։ Ու ասենք սրանց իրավունք տրվի ամեն ինչ խոսել Նիկոլի հասցեին, քննադատել, հասկանում եք։ Որ սրանք առաջ գան, որ ժողովուրդը մտածի լավ, հա, օրինակ ասենք, դե հա, Ռոբերտը լավը չէր, բայց Սերժիկն էլի գոնե բան, դեն, ինչ-որ մի բան կպցնեն։ Ես հակված եմ նման երևույթի։ Անգամ մերոնք մտածում են, որ այդ հակադրությունը լուրջ է։ Գիտեք, այն մի քիչ ավելի ներքևի շերտերում կարող է լուրջ լինել, որտեղ այնտեղ արդեն ավելի շատ կենցաղային, կենսական, անձնական, հա, կառավարման խնդիր է։ Հիշում եք, չէ՞, Կարեն Կարապետյանին, որ Կրեմլից տվեցին, ասեցին Տարեկ դրեք վարչապետ,
Հետո Կարեն Կարապետյանին ասեցին կառավարություն ձևավորի, ինքը իր Գազպրոմում ինչքան բան կար, համակարգչի վրա աշխատող օպերատոր կար, բերեց բան արեց, բերեց սարքեց նախարար։ Այսինքն կառավարությունը ձևավորեց Գազպրոմով։ Ու այստեղ ես շատ լավ հիշում եմ, որ Հանրապետական կուսակցության այդ կառավարության նախկին անդամ նախարարներ, փոխնախարարներ, վարչության պետներ, падգամավորներ նեղվեցին։ Անկամ իրենք չգիտեն, որ վերևներում բան են պայմանավորվել։ Հասկանում եք, այն շատ մի քիչ, այսինքն մի երկու աստիճան ներքև իջնում ես, այնտեղ ինֆորմացիա չկա, թե վերևներում Կրեմլի, Ալիևի, Նիկոլի, այնտեղ ոնց են իրար հետ պայմանավորվում։ Ես անգամ շատ լավ հիշում եմ, երբ որ այդ Միրզոյանն ու Լենան, որ բան խարձակներով գունավոր խորհրդարանի այդ ամբիոնի սուխ էին տարածում, որ գնա այս աղափոխություն են կանում բանման, ասենք այդ հանրապետական կուսակցության բանի այդ падգամավորների մոտ ծիծաղ էր առաջանում, էլի ով են ասում է, որտեղ իրենք չգիտեին, ինֆորմացված չէին, որ արդեն պայմանավորվածություն կա, որ այդ գործը պետք է արվի, որ պետք է Սերժիկը հրաժարական տա։ Հասկանում եք, դա այնքան փակ են պահում, որ վերևներում, ասենք, Սերժը կարող է ոչ մեկի հետ չէր կիսվել։ Ու անգամ այդ Կարեն Կարապետյանի կառավարություն ձևավորել, ես հիշում եմ, որ թե Շերմազանովը, թե այդ բանը դրա այն թայը, որ մեկն էր, Արմեն արդեն ազգանունը մոռացա, այն որ կրթության նախարար դարան Քյաչալը, Աշոտյանը։ Սրանք էլ էին նեղվել, ոնց կարող ես բան, հա, վարչապետին բերել ես դրան ես դրել, ես հիշում եմ, որ ուսած խնդիրներ կար, որ նրանք չէին պատմում, ոնց կարա բանը մեկը գա ու Գազպրոմի ինչքան աշխատող կա, բերի կառավարություն, իրենք մնան դրսում։ Կամ քարոզարշավի ժամանակ բոլորին արգել էին այդ Շերմազանով, ովքեր անտիպաթիա են, չէ՞, արգելել էին խոսել քարոզարշավի ժամանակ մասնակցել, իբր թող մենակ Կարենը խոսի Կարապետյան, ինքը որ դիվիդենդներ բերի։ Իրենք հասկանում են, որ օդիոզ են, էլի արդեն ժողովրդի համար տհաճ երևույթներ են։ Ու անդադ Կարեն Կարապետյանն էին առնում։ Ասենց երևույթների ժամանակ այն մի քիչ ավելի ներքևի հատվածներում իհարկե մարդիկ չարչարվել են, որ կան նախարար աշխատեն, մարզպետ աշխատեն, փոխնախարար աշխատեն, վարչության պետ աշխատեն, հա? Իրենց պատկերացնում տուն պահեն, կորչի հայրենիք է։ Ու հանկարծ տեսնում են, որ վերևը թույլ չի տալի որ դառնա, բայց իրենք վերևին ծառայելով են այսքան առաջ գնացել, էլի։ Հիմա ասելս այն է, որ ասենք շատ բան փակ է իրենց մոտ, ես իմանալով հասկանալով ընդհանրապես Կրեմլի, չնայած թուրքերն են նույն կերպ մտածում ու վարվում, բայց Կրեմլի արժե համակարգին հասկանում, որ ինքը փնտրտուքի մեջ է, չի կարողանում գտնել հարմար մեկին, ըստիված ես հների մեջ փորձում եմ մեկին մաքրել, այսինքն մեղքը ամբողջը դնի մեկի վրա, երևի հարմարը Քոչարյանն է, որովհետև Քոչարյանի հանդեպ ատելությունը շատ մեծ է։ Ենթադրում եմ, որ ասած ամեն կծանացնեն Քոչարյանի վրա, Սերժին կմաքրեն, կթեթևացնեն, կտան ժողովրդին ասեն, դե առ սրանով հմել Նիկոլին քշի իբր։ Կամ սրանով ժամանակ կշահեն, որ Նիկոլը մինչև վերջ հասցնի Հայաստանը կործանի ու բրծնի։ Ինչ եմ այսքանն ասում։ Ուրեմն Կրեմլին ծառայած եւ ծառայող որևէ կերպար ինքը չի կարող Կրեմլից կտրվել։ Գլխավորների մասին եմ խոսում։ Այն հատվածը, որ ասենք, որոնց ամբողջովին ինֆորմացիա չէր հասնում, ասենք Սերժիկը չէր տալի այդ ինֆորմացիան, Դաշնակցության, ասենք, կարող է բյուրոյի անդամներից մի քանիսը իմանային, որ պետք է երկրում փոփոխություն լինի, բայց բուն դաշնակները չիմանային։ Ես նախորդ իմ եթերում էլ ասացի, չէ, պետք է գլխատվի համակարգը։ Այդ ովքեր Կրեմլի հետ առաջի ձեռ գործ են անում ու ներքևի հատվածներին տեղյակ չեն պահում, դրանցից եթե մենք ազատվենք, Կրեմլը հիմա դրանցով մնացածին պահում է իր ազդեցության գոտում, ժողովրդին խաբում է։ Երբ որ դրանցից ազատվի ժողովուրդը, տվյալ կուսակցության նախկիների կոչվածի, այն ներքևի հատվածում մտահոգ զանգված առաջանա, կտրվի դրանց կառավարումից եւ կտեսնեք ինչ միավորում տեղի կունենա ազգային գաղափարի շուրջ։ Ուստի ես չեմ հավատում, որ Ռոբերտն ու Սերժիկը իրար տակ են փորում։ Ես այդ կարծիքին եմ։ Ասի տեղյակ պահեմ։